Բարի լույս սիրելիներս, եւ այս այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ։ Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա։ Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք նրա հետ, բայց քայլենք խավարի մեջ, ստում ենք եւ ճշմարտությունը չենք կատարում։ Աստված լույս է։ Սիրելիներ, սա նշանակում է, որ Աստծո էության ճշմարիտ նկարագիրն է լույսը, ինչը նաև մեզ հասկացնում է, որ Աստծո էության մեջ չի կարող սև կետ լինել, խավար լինել, որտեղ Աստծո ստեղծած ամեն բան բարի է, գեղեցիկ է եւ լավ է։ Նրանք, ովքեր չար գործեր ունեն, նրանք միշտ խավարն են սիրում, նրանք ատում են լույսը, որպեսզի հանկարծ իրենց չար գործերը չբացահայտվի։ Բայց նրանք, ովքեր լույսը սիրում են, գալիս են դեպի Աստծո ճշմարիտ էությունը, նրանք ուզում են, որ իրենց գործերը երևա, որպեսզի իրենք լույսի որդիներ լինեն։ Աստված լույս է, նշանակում է, որ նաև ուրախություն կա, իսկ խավարը մեզ վախ եւ երկյուղ է ներշնչում։ Եթե մենք գանք դեպի լույսը, մենք կստանանք այդ կենաց լույսը։ Հիսուս ասում է, եթե դուք գաք իմ հետևից, ես եմ ճշմարիտ լույսը, դուք խավարի մեջ չեք քայլել, կընդունեք այդ կենթանի լույսը։ Աստված լույս է եւ պետք է մենք գիտակցենք ու հասկանանք, որ սա մնայուն լույս է, ոչ թե այս աշխարհի լույսի պես, որ մի պահ երևում է, անհետանում է, նորից հայտնվում է։ Մեղքն էլ այդպես մարդուն մի պահ երևում ես, անհետանում ես, նորից երևում ես, բայց երբ որ դու ճշմարիտ լույսը ճանաչես եւ ընդունես, կենաց լույսը կարողանաս քո մեջ փոխանցել, դու միշտ մնայուն կյանքի մեջ կմնաս, որովհետեւ լույսի պտուղները բարությունն է, արդարությունն է, ճշմարտությունն է։ Հիսուս ասում է, ես եմ ճշմարիտ լույսը։ Երբ որ մենք գնանք այս ճշմարիտ լույսի հետևից, մենք այս բարության, արդարության, ճշմարտության պտուղները կտանք։ Ինչու՞, որովհետև եթե դու լույսի որդի ես, ուրեմն այս նույն առաքելությամբ պիտի ապրես։ Ցավոք սրտի, մենք այսօր մարդիկս շուրթերով ենք պաշտում Աստծուն, բայց մենք պետք է Աստծուն կարողանանք պաշտել հոգով եւ ճշմարտությամբ։ Եվ լույսի պտուղը սա է, որ մարդը հոգով եւ ճշմարտությամբ ճանաչի Աստծուն, քայլի այդ հավիտենական լույսի մեջ եւ մնա այդ հավիտենական լույսի մեջ եւ ընդունի Աստծո էության ճշմարիտ նկարագիրը, ինքն էլ դառնա լույս, որպեսզի լույսից ծնված լինելով այս աշխարհի մեջ փարոս դառնա խավարի մեջ ապրող յուրաքանչյուր մեկի համար։